Անին է։ Չէ։ Ինքը Արինան է։ 1 կիլոգրամ 600 գրամ է ծնվել Արինան, բայց նա մենակ չէ։ Մեկ կիլոգրամ 600 գրամ Արամի և 1 կիլոգրամ 300 գրամ Անիի հետ է։ Երորդ բալիկը Արամն է, չորրորդը Անին է, հինգերորդը Արինան։ Բազմազավակ ծնող լինելու զգացողությունը նոր է։ Հայրիկը զգուշությամբ գրկել է նրանցից ամենափոքրին։ Բոլորին էլ սիրում է, բայց քանի որ Անին ծնվել է փոքր, փորձում է ուշադրության կենտրոնում պահել ու պաշտպանել։ Շտապում ու առաջինը հենց նրան է ձեռքերի մեջ առնում։ Ուժեղ եմ զգում, որ բազմազավակ հայր եմ, ըստ քաշերի, ըստ հերթականությամբ տարբերում եմ։ Երեխաներին ձեռքից ձեռք են փոխանցում, փորձում հասկանալ, բոլորին հերթով գրկել են, թե օրինակ Արինային 2 անգամ են գրկել, կարծելով մյուս աղջիկն է։ Նրանց ավագ եղբայրը, որ 10 տարեկան է, հերթում սպասում է։ Դժվարությամբ են երեխա վստահում, դե նա էլ է երեխա։ Հիմա գրկել եմ Անին եմ գրկել և ես շատ եմ ուզում, որ էլի մասնակցիչներ լինեն, որտեղ ես երեխաների հետ մեծ սերում եմ։ Մինչև եռյակների լույս աշխարհ գալը Սիլվա տատիկը 6 թոռ, 3 ծոռ ուներ։ Նրանց շարքը համալրելու են եկել Արամը, Արինան և Անին։ Անսպասելի, բայց մեծ ուրախություն է Վարդանյանների արդեն բազմազավակ ընտանիքում։ Անսպասելի ուրախություն, շատ մեծ ուրախություն և ցանկանում եմ բոլորի ընտանիքներում նման ուրախություն թող լինի։ Արցունքները զսպելով է խոսում եռյակների Ռուզաննա տատիկը։ Նա արդեն 5 թոռ ունի։ Աստծուն շնորհակալ է իր գրկում խաղացող պարգևի համար։ Շատ ուրախ եմ։ Աստված մեզ որցից պարգևիլը գանձեր, ուրախ եմ։ 1 ամիս եռյակին խնամել են Էրեբունու ծննդատանը։ Մայրը Մարգարիտան շատ շնորհակալ է բուժանձնակազմին։ 4-րդ օրից ստաբիլ քաշ են հավաքել ու հիմա հիվանդանոցից տուն են շտապում։ Արամը մի քիչ բարկացկոտ է, Արինան հեզ, Անին փոքրիկ ու խելոք։ Հայրը կարծում է, որդին իրեն է նման։ Մարգարիտան չի հակառակվում, բայց երեխաները իրեն էլ են նման։ Ինչպես է Մարգարիտան կերակրելու նրանց, եթե միանգամից սովածանան։ Իսկ եթե որոշեն մայրիկին ու հայրիկին զարմացնեն ու եղբայր քույրերով իրար աչքով անեն ու միասին լացեն։ Մարգարիտան ելքը գտել է, թող միայն փորձվեն։ Քանի որ առաջինը 3 ժամ առաջ կերել է Արամը, պետք է ինքը առաջինը ուտի։ Հետո պետք է ուտի Արինան, Անին։ Եվ այդպես շարունակ։ Եթե Արամը քնած լինի, Անին արթնանա եւ ինքը լացի, ուրեմն իր հերթը ինքը առաջ կգցի եւ առաջինը ինքը կուտի։ Ընտանիքի ավագը Անգելինան իր ուսերին է վերցրել 2 քույրերին եւ 2 եղբայրներին պաշտպանելու, մայրիկին օգնելու եւ ուշադիր լինելուն պատասխանատվությունը, որ Արմենը հանկարծ ինքնագլուխ չգրկի փոքրիկներից մեկին։ Բայց դե մեծ ընտանիքի մեծ աղջիկ լինելը ուրիշ հաճույք է։ Մեր ընտանիքում համարելվել են 3 պուճուրիկներ, շատ ուրախ եմ, երջանիկ, մեր ընտանիքը ավելի մեծացել է։ Նրանք խաղաղություն ու սեր են բերել Վարդանյանների ընտանիքին, հիմա երազանք պահելու ժամանակն է։ Ուզում են եռյակները երկրին էլ արժանապատիվ խաղաղություն բերեն, երազանքը բարձրաձայնում է բազմազավակ մայրը։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորգյան, ABC Media։